Հարսնաձորի լեգենդը սերիալում վերջապես գալիս է այն պահը, որին հեռուստադիտողները սպասում էին ամենաշատը. Հայկը վերադառնալու է, բայց սա պարզապես վերադարձ չէ, սա վերադարձ է, որը իր հետ բերում է փոթորիկ: Նա չի վերադառնում որպես նախկին Հայկ, սիրող, վստահող, երբեմն միամիտ: Նա վերադառնում է որպես մարդ, ով տեսել է ճշմարտության մի մասը և հասկացել, որ իր կյանքը կառուցված է եղել ստի վրա: Հայկի վերադարձը սերիալում զգացվում է դեռ մինչ նրա հայտնվելը, մթնոլորտը փոխվում է, լարվածությունը աճում է: Կարծես բոլոր կերպարները ենթագիտակցորեն զգում են, որ ինչ-որ մի մեծ բան է լինելու: Երբ նա վերջապես հայտնվի, ամեն ինչ մի պահ կանգ է առնելու: Հատկապես հիմա, եթե նա մի վայրկյան գոնե Նարէին տեսնելու հնարավորություն ունենա, ապա կհասկանա, որ Նարէն հղի է ու իր սրտի տակ կրում է հենց իր երեխային: Հայկի հայացքն այլևս նույնը չի լինի: Այնտեղ կա սառնություն, ցավ և ամենակարևորը՝ որոշում: Նա եկել է ոչ թե պարզապես վերադառնալու, այլ պարզելու ճշմարտությունը մինչև վերջ: Նարէի համար այս վերադարձը դառնալու է ամենաբարդ փորձությունը: Նա երկար ժամանակ ապրել է այդ պահի վախով: Նա գիտի, որ Հայկը կվերադառնա ու ամեն ինչ իմանա: Իրենց հարաբերությունը կարող է չդիմանալ, բայց միևնույն ժամանակ նա չի կարող, չի ցանկանում տեսնել նրան: Երբ նրանք հանդիպեն, այդ տեսարանը կդառնա սերիալի ամենահուզիչ պահերից մեկը: Չասված խոսքեր, կիսատ հայացքներ, լռություն, որն ավելի շատ բան է ասում, քան ցանկացած խոսք: Հայկը զգում է, որ Նարէն ինչ-որ բան է թաքցնում: Նա արդեն սովորել է չվստահել ամբողջությամբ, բայց միևնույն ժամանակ նրա ներսում դեռ սեր կա, որը չի մարում: Նարէն իր հերթին կանգնած է ամենածանր ընտրության առաջ՝ ասել ճշմարտությունն ու ռիսկի ենթարկել ամեն ինչ, թե շարունակել լռել, փորձելով պաշտպանել նրան: Բայց հիմա իրավիճակը փոխվում է: Հայկն արդեն ունի որոշ ճշմարտություններ: Նա սկսել է կապել իրադարձությունները, հասկանալ, որ տարիներ շարունակ իրեն մոլորեցրել են և նրա վերադարձը նշանակում է, որ այդ գործընթացը չի կանգնելու: Սաքոյի համար Հայկի վերադարձը դառնալու է մղձավանջի շարունակություն: Նա արդեն կիսաքանդ վիճակում է և հատկապես հիմա, երբ Արմոն դեղահաբերը փոխում է: Բնականաբար Սաքոն այլևս չի դիմանա: Նա հասնելու է իսկապես խելագարության: Բայց ամենասարսափելին այն է, որ նա արդեն սկսել է կասկածել իր իսկ համոզմունքներին: Եթե նա վերջնականապես հասկանա ճշմարտությունը, հնարավոր է նրա աշխարհը ամբողջությամբ փլուզվի: Արմոյի համար սա վտանգի նշան է, բայց նա փորձում է դեմ դուրս գալ ամեն ինչի: Հայկը միակ մարդն է, ով կարող է խառնել նրա բոլոր հաշվարկները: Նրա վերադարձը նշանակում է, որ խաղը դուրս է գալիս վերահսկողությունից: Արմոն ստիպված է լինելու արագ և կտրուկ քայլեր անել՝ պահպանելու իր դիրքը: Հնարավոր է, որ նա փորձի կրկին օգտագործել Նարէին որպես գործիք, այս անգամ երեխան կրծքի տակ: Կամ ավելի վտանգավոր քայլերի գնա Հայկին վերջնականապես հեռացնելու համար: Լալան այս ամենում կրկին դառնում է առանցքային: Նա տեսնում է, որ ճշմարտությունը շատ մոտ է բացահայտվելուն: Նրա համար սա վերջին հնարավորությունն է ուղղելու անցյալի սխալները: Նա կարող է դառնալ այն մարդը, ով վերջապես կասի ամբողջ ճշմարտությունը: Վռամը նույնպես կանգնած է իր ընտրության առաջ: Նա այլևս չի կարող աչք փակել հոր գործողությունների վրա: Հայկի վերադարձը կարող է դառնալ այն պահը, երբ նա վերջնականապես կկանգնի ճշմարտության կողմը: Սերիալը հասել է իր գագաթնակետին: Հայկի վերադարձն ակտիվացնելու է բոլոր սյուժետային գծերը: Սերը, վրեժը, խաբեությունը, ընտանեկան բախումները: Ամեն ինչ գնում է դեպի մեծ պայթյուն: Եվ հիմա ամենակարևոր հարցերը՝ կիմանա արդյոք Հայկը Նարէի հղիության մասին, կբացահայտվի Սաքոյի իրական գաղտնիքը և կկարողանա Արմոն պահպանել իր իշխանությունը և ամենակարևորը՝ կփրկվի սերն այս ամենի մեջ: Հարսնաձորի լեգենդն ապացուցում է, որ երբ ճշմարտությունը վերադառնում է, այն փոխում է ամեն ինչ: Իսկ հիմա ճշմարտությունը վերադառնում է Հայկի հետ: Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն: Չմոռանաք նաև այս տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ինչ եք կարծում, Հայկն ինչ գաղտնիքներով է վերադառնալու, ինչ գաղտնիքներ է բացահայտելու և ինչ հետաքրքիր տեղեկություններ են հայտնվելու:
Չմոռանաք գրել ձեր կարծիքները, կիսվելով նաև ձեր կարծիքը հեռուստասերիալում նկարահանվող դերասանների ու կերպարների մասին։ Որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ, իսկ մենք ձեզ կբերենք հետաքրքիր ու նոր գաղտնիքների բացահայտումներով նոր տեսանյութեր, այնպես որ միացեք, որպեսզի բաց չթողնեք ամենակարևորի մասին առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։